Գևորգ Կարապետյան, ազգային ժողովրդավարական բևեռի ընտրական ցուցակի առաջին համարը։ Ով է նա իրականում։ Պատասխանը սկսվում է նրա արմատներից, որոնք ձգվում են մինչև Արցախի ու Սյունիքի մելիքական ազնվական տոհմերը։ Գևորգը ժառանգորդն է մի գերդաստանի, որի պատմությունը հայոց ազատագրական պայքարի տարեգրությունն է։ Նրա հայրական կողմի տատը Աստղիկ Մելիք Շահումյանը սերում է նշանավոր Մելիք Շահումյանների տոհմից, հայկական ինքնիշխանության այն հենասյուներից, որոնք դարեր շարունակ իրենց վրա են վերցրել ժողովրդի պաշտպանությունն ու պետականության պահպանումը։ Այս նույն պատմական շղթայում են մնացական Մելիք Շահումյանը եւ ազատագրական պայքարի այն նվիրյալները, ովքեր Դավիթ Բեկի ու Մխիթար Սպարապետի կողքին կերտել են մեր դիմադրությունը։ Ընտանեկան հիշողություններում դրոշմված հանդիպումները Գարեգին Նժդեհի եւ Անդրանիկ Օզանյանի հետ փաստում են։ Այս տոհմը երբեք չի եղել պատմության լուր դիտորդը, այլ եղել է պատմություն ստեղծող ուժը։ Ողջույն հայ ժողովուրդ։ Գևորգ Կարապետյանի համար պայքարը ընտրություն չէ, այն տոհմական ժառանգություն է։ Ծնվել է 1986 թվականին Մարտունիում։ Նրա կրթական ուղին եղել է բազմակողմանի։ Դպրոցական տարիներին երաժշտական կրթությամբ ստացած հոգևոր հարստությունը հետագայում լրացվեց զինվորականի խիստ կարգապահությամբ։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Սա այն դպրոցն էր, որտեղ կոփվեց նրա կարգապահությունն ու զինվորականի պատվախնդրությունը։ Ծառայությունը հայոց բանակում դարձավ հայրենիքի հանդեպ պատասխանատվության առաջին գործնական քննությունը, բայց զինվորական կամքին գումարվեց ֆինանսիստի սառը բանականությունը։ Պետական ֆինանսական ակադեմիայի շրջանավարտ Գևորգ Կարապետյանը տարիներ շարունակ իր հմտությունները ներդրեց բանկային եւ կառավարման համակարգերում։ Վարկային մասնագետից մինչև տարածաշրջանային մենեջեր եւ փորձագետ, թե Հայաստանում, թե արտերկրում։ Նա ապացուցեց, կառավարումը նախ եւ առաջ համակարգային աշխատանք է։ Բայց Գևորգ Կարապետյանի տեսակի համար անձնական հաջողությունը երբեք չի եղել վերջնանպատակ։ 2016 թվականի հուլիսին, երբ երկիրը կանգնած էր գաղութացման եւ հանձնվողականության աղետալի եզրին, Գևորգը կատարեց իր կյանքի ամենակարևոր քայլը։ Նա տեսնում էր ինչպես է համակարգը փոշիացնում պետականությունը եւ չէր կարող լռել։ Նա աջակցեց ազատագրական ապստամբությանը, գիտակցելով, որ իր գիտելիքն ու փորձը պետք է ծառայեն ոչ թե փտած համակարգին, այլ դրա դեմ պայքարին։ Սասնա Ծռերի ապստամբության առաջին իսկ օրերից նա կանգնեց պայքարի առաջնագծում։ Դա պարզապես զգացմունքային ընդվզում չէր։ Դա պրոֆեսիոնալ քաղաքացու հաշվարկված ու պատասխանատու որոշումն էր՝ տեր կանգնելու սեփական հայրենիքի ապագային։ Այդ օրվանից ի վեր արդեն 10 տարի Գևորգ Կարապետյանը մնում է անդրդվել իր սկզբունքների մեջ, լինելով ազգային ժողովրդավարական բևեռի ամենաակտիվ եւ նվիրված երիտասարդ գործիչներից մեկը։ Նա ներկայացնում է այն շղթան, որտեղ պատմությունը վերածվում է պատասխանատվության։ Եթե դարեր առաջ նրա նախնիները, մելիքները պաշտպանում էին հողն ու ժողովրդին զենքով, ապա այսօր Գևորգը շարունակում է այդ առաքելությունը քաղաքական պայքարի դաշտում, զինված գիտելիքով, փորձով եւ անկոտրում կամքով։ Ամուսնացած է, ունի մեկ որդի։ Որպես ընտանիքի հայր եւ պատասխանատու քաղաքացի, նա գիտակցում է, որ վաղվա ապագան կառուցվում է այսօրվա վճռական քայլերով։ Գևորգ Ռոբերտի Կարապետյան, մարդ, ով չի սակարկում հայրենիքը եւ չի ընկրկում դժվարությունների առաջ։ Նա գալիս է ոչ թե իշխելու, այլ ծառայելու ազգին ու պետությանը։